Բարև ձեզ մեդիա հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա քասթ հաղորդման իմ հյուրն է Հայաքվե միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանը։ Բարև ձեզ Տիկին Կոստանյան, շնորհակալ եմ մեզ հյուրին կալվելու համար։ Եվ այսպես փաստենք, որ բուն ընտրությունները մնացին հետևում, թե ինչպիսի հետընտրական գործընթացներ կտեսնենք ապագայում, դա թողնենք ապագային, բայց փաստենք մի հանգամանք, որ այս բային կարծիքները բաժանվում են կարծես թե երկու տեսակի։ Մի մասը, երկու մասի, մի մասը գտնում է, որ մանդատները պետք է վերցնել եւ խորհրդարանական լծակները օգտագործել հետագա քաղաքական գործունեության համար, մի մասը գտնում է, որ մանդատները վերցնելու որևէ անհրաժեշտություն չկա, որովհետեւ միևնույնն է այդ մանդատները չեն մոտեցնելու գլխավոր հարցի լուծմանը, այն է Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Կա նաև երրորդ տեսակետ, որ կարելի է մանդատները վերցնել եւ միաժամանակ փողոց գեներացնել եւ այդպես փորձել հասնել իշխանափոխությանը։ Ինչ եք կարծում, այնուամենայնիվ այդ տարբերակներից ո՞րն է առավել արդյունավետը՝ վերցնել թե չվերցնել մանդատը։ Մինչև մանդատներ վերցնել չվերցնելը մենք շատ մեծ եւ լուրջ խնդրեմ ունենք առայժմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ կապված, որովհետեւ վերջին նիստի եւ դրա որոշման հրապարակումից հետո այդ ժամեր տևած նախաբան էին կարդում որոշման տեքստ եւ այլն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը այդպես էլ իրենք իրենց ոտքին կրակեցին, այսինքն ոչ միայն դելեգիտիմացրեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանադրական գործառույթը, կարգավորելու ընտրական process-ը, այլև հերթական անգամ ցույց տվեցին, որ իրենք նշանակությունը կորցնելուց բացի նաև իրավական անորոշություն են ստեղծում։ Տեսեք, մեկնաբանում են, թե 3 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղարկում են, եւ դա ոչ մի հետևանք չի ունենում։ Մինչդեռ ընտրական օրենսգիրքը շատ հստակ սահմանում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը եթե երկու տեսակի գործողություն պետք է անի, եթե տվյալ տեղամասերում ընտրության արդյունքների հետ կապված խնդիրներ կան, պետք է կամ չեղարկել տվյալ տեղամասի արդյունքները եւ կազմակերպել վերաքվեարկություն կամ ընդհանրապես ընդհանուր, խորհրդանական նոր ընտրություններ կազմակերպել։ Հիմա իրենք չեն հրավիրում նոր ընտրություններ, չեն ասում, որ լինելու է նոր ընտրություններ, եւ չեն էլ անում տվյալ տեղամասերի վերաքվեարկություն, ինչը նշանակում է, որ առաջին հերթին ոտնահարվում է տվյալ տեղամասում գրանցված քաղաքացիների իրավունքները, որովհետև այդ ընտրատեղամասերում, ընտրատարածքներում քվեարկած քաղաքացիների ձայնը փաստորեն չի ներկայացվելու ազգային ժողովում։ Պարզ չէ, որ քաղաքական ուժերն են ի վերջո լինելու նրանց ներկայացուցիչները ազգային ժողովում։ Սա առաջին հերթին։ Եվ երկրորդը, տարբեր ինչ-որ միջազգային կազմակերպությունների, նաև Վենետիկի հանձնաժողովի վճիռների, որոշումների, միջանկյալ զեկույցների հղում անելով, իրենք ըստ իրենց ցանկության վերցնում են մեկ փոքր ինչ-որ նախադասություններ եւ ասում են, այ Վենետիկի հանձնաժողովում այսպես են մեկնաբանել, բայց դրա շարունակությունը եւ ի վերջո այդ զեկույցը 2025 թվականի, եթե չեմ սխալվում, զեկույցը վերաբերում է որոշակի պետության ընտրական process-ներին, որի վերաբերյալ հանձնաժողովը տվել է եզրակացություն, բայց այնտեղ մի ընդարձակ, լայնածավալ եւ ավելի հանգամանորեն բացատրող դրույթներ կան, որոնք ասում են, որ այդպես անհետևանք չեղարկումը չի կարող լինել։ Այստեղից հետևություն, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր նախագահի ձեռամբ միջոցով եւ բնականաբար ուղղորդված լինելով այսօրվա իշխանության ղեկավարի կողմից ամբողջովին ոչնչացրեց իր հիմնական սահմանադրական գործառույթը։ Եվ հետո նոր այս ամենը, այսինքն այս ամենը արդեն իսկ պետք է պատճառ հանդիսանա քաղաքացիների դժգոհության եւ փողոցներ դուրս գալու, բայց քաղաքացիներ բնականաբար ինքնուրույն դուրս չեն գալու, դա պետք է կազմակերպեն քաղաքական ուժերը, իսկ քաղաքական ուժերը այսօր ինչով են զբաղված։ Սոցիալական ցանցերում մեկնաբանելով, քննարկելով, արդյոք պետք է թե պետք չէ
մանդատ վերցնելը։ Հիմա նայեք, քաղաքացիների ուշադրությունը կարծում եմ կարելի է հրավիրել մի հանգամանքի վրա, որ այնինչ տեղի ունեցավ 2 օր առաջ, դա պարզապես ընտրակեղծիք չէր, որովհետև ես չեմ հիշում նման նախադեպ, որ Հայաստանում երբևէ տեղի ունենա, ընտրակեղծիքների մասին միշտ է խոսել գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, սակայն որ վերցնեց մարդու ուղղակի քվեարկությունը չեղյալ համարես, ուղղակի ձայները անվավեր համարես, օրինական ընտրված ձայները, այո, եւ ստացվում է որ պարզապես մարդուն ուղղակի բաց տեքստով ասում ես որ ճիշտ է դու հաղթահարել ես անհրաժեշտ շեմը խորհրդարան անցնելու, բայց դու չես անցնելու խորհրդարան, որովհետև ես տենց եմ ուզում։ Դուք ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապալեգիտիմացրեց ընտրական գործընթացը իր այդ որոշմամբ։ Եվ իր իսկ գործառույթը ըստ դա չի արդյոք հանգեցնում նաև նրան, որ ընդհանրապես ապալեգիտիմացվեց խորհրդարանը, այն խորհրդարանը, որ մենք վաղը ունենալու ենք։ Դե իհարկե, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն մարմինն է, որը կազմակերպում է ընտրական process-ը եւ փաստացի ձախողել է իր կարևորագույն միակ, այսպես ասած, գործառույթը, ըստ էության կարելի է համարել, որ ամբողջ այս ընտրական process-ը կարելի է կասկածի տակ դնել եւ չհամարել լեգիտիմ։ Հետևաբար ոչ լեգիտիմ խորհրդարանում մանդատ վերցնել չվերցնելու հարցը արդեն իսկ կասկածի տակ կարող ենք առնել բոլորս։ Տեսեք, ես կարծում եմ, որ նախ այս հարցին պետք է մոտենալ մի փոքր զգուշորեն։ Քաղաքացի մանդատները վերցնել չվերցնելու, որովհետև միանշանակ չի պատասխանը։ Պետք է ինչուների մի ամբողջ շարքի պատասխանելով գանք եւ վերջում մեկը չի պարզվելու ճիշտ է թե ճիշտ չէ։ Այն որ քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն պահանջելու քաղաքական ուժերից մանդատներ վայր դնել, այդտեղ կարող ենք մենք երկար դիսկուրս տանել։ Այո, քաղաքացին, որը տվել է ձայն, տվյալ քաղաքական ուժին իշխանափոխություն անելու համար, փոխելու այսօրվա ստեղծված իրավիճակը, կասեցնելու օրվա ռեժիմի վարած քաղաքականությունը դեպի թուրքական ադրբեջանական ժամանակակից բառով ասենք ազդեցություն մտցնելու Հայաստանը, իսկ հետո ինչ հետևանքներ կունենա, դա էլ արդեն ապագայում կերևան։ Բայց արդյոք գնալ եւ եւս 5 տարի իշխանության համար ընդ որում իշխանության համար ցանկալի ընդդիմություն աշխատել։ Գիտեք ինչու։ Որովհետեւ եթե տեսեք ամբողջ նախընտրական այս քարոզարշավը անց է կացել շատ հստակ դևերի սահմանանշելով, սահմաններ տալով, հա, այսինքն նախանշել էր Փաշինյանը կոնկրետ քաղաքական պերսոնաժների, ուժերին, իրենց ղեկավարներով, եռագլուխ, հա, այս միշտ փորձում եմ ձևակերպումից զերծ մնալ, բայց այդ սահմանումը տվել էր եւ ինքը այդ սահմանման վրա խաղարկեց իր ամբողջ նախընտրական քարոզարշավը։ Եթե կհիշեք, ես վստահ եմ կհիշեք, ամբողջ ընթացքում սոցիալական խնդիրները, տնտեսական խնդիրները մղվեցին երկրորդ, երրորդ, չորրորդ պլան եւ առաջի պլան եկավ բնականաբար այդ հրեշների կերպարը ստեղծելու դիսկուրսը, որ Փաշինյանի հրաշալի ձևով իրականացրեց եւ հենց դրա վրա կառուցելով իր ամբողջ խոսույթը մարդկանց մեջ վախ սերմանելով ինքը վաստակեց եւ ժողովրդական լեզվով ասած քերեց այդ քվեները։ Հիմա իր համար այդ ընդդիմությունը նաև անվտանգության բարձիկ պիտի լինի խորհրդարանում, որպեսզի ինքը կարողանա ավելի ամուր պահել իշխանությունը, ավելի ամուր ժողովրդի հույզերի վրա իր վարկանիշը պահի եւ չթողնի, որ այդ վարկանիշը գահավիժի էլ ավելի շատ։ Այսինքն դուք հակված եք նրան, որ ընդդիմությունը այնուամենայնիվ ճիշտ կլինի քաղաքականապես ճիշտ կլինի, որ չվերցնի։ Քաղաքական տեսանկյունից, այո, ես ինքս, եթե ես լինեի այդ քաղաքական ուժերի ներսում, ինքս բնականաբար հակված կլինեի մանդատ չվերցնելու, այդ մանդատը այսպես նորից էլի ժողովրդական խոսքով ասեմ, անիծված էր լինելու, որովհետև 5 տարի չես կարող նստել մի պարլամենտում, որտեղ քո բուն գործառույթը, օրենսդրական գործունեությունը չես կարողանալու անել, դրանով չես կարողանալու բարելավել քաղաքացիների կյանքը, այդ 5 տարին վերածվել է ուղղակի փոխադարձ հայհոյանքների, ծեծկռտուքի, ճգնաժամային իրավիճակի, որի արդյունքում քաղաքացիների դուրս։ Ներողություն, ըստ էության քաղաքացիների կյանքի բարելավման խնդիր էլ կարծես թե այդքան չկա այս պահին, որովհետև օրինակ անձամբ ես ընդդիմությանը ձայն եմ տվել մենակ մի օրակարգի համար,
Նիկոլ Փաշինյանի հեռացման։ Այսինքն եթե չի կատարվելու այդ օրակարգը, կյանքի չի կոչվելու այդ օրակարգը, մնացած բոլոր քննարկումները դառնում են մի տեսակ արդեն ոչ տեղին, որը ինչը կարող է իմ կարծիքով հանգեցնել նաև ընդդիմության ապալեգիտիմացմանը։ Նայեք, միշտ խոսքը գնում է իշխանության լեգիտիմության մասին, սակայն շատ հազվադեպ են խոսում ընդդիմության լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինելու մասին։ Եթե դու գալիս ես մի խոստումով, գլխավոր օրակարգով, այնուհետև չի ստացվում այդ օրակարգը կյանքի կոչել անկախ պատճառներից, ապա այստեղ հարց չի առաջանում ընդհանրապես քաղաքական ողջ դաշտի ապալեգիտիմացման մասին։ Խոսքս մասնակից ուժերի մասին է։ Այո, համաձայն եմ որոշակիորեն այդտեղ, տեսեք քաղաքական պայքարը բնականաբար այնպիսի իրողություն է, որ պետք է հաշվի առնես երկարատև ճանապարհի տեսանկյունից, իսկ երկար ժամանակ պիտի անցնես, այդտեղ տարբեր ջանքեր պիտի գործ դնես, ոչ միայն խորհրդանում, այլ նաև դրսում, բայց մենք այսօր այնպիսի իրավիճակում ենք, որ 5 տարի շարունակ տեսել ենք խորհրդանում ընդդիմության գործունեության հնարավորությունների չափը։ Օրենքների տեսանկյունից կարելի է համարել, որ զրոյական էֆեկտ է ունեցել, դրսում քաղաքական պայքարի տեսանկյունից անընդհատ ինչ-որ տուրբուլենտ իրավիճակներ ստեղծվել են, փողոցը գեներացվել է, բայց հետո մարդկանց հանել ուղարկել են տուն եւ ավելի վատ սկսել են մեղադրել մարդկանց։ Մինչդեռ այստեղ առաջին մեղքը հենց քաղաքական ուժերինն է, ուրեմն սխալ քայլեր են թույլ տվել կամ ինչ-որ մի բան չեն արել, որպեսզի կարողանան մինչև վերջ քաղաքացիներին պահել փողոցում, մասան ավելի մեծացնել, թվականակը ավելի մեծացնել, մարդկանց համար մոտիվացիա դառնա, որ իրենք կարողանան ինչ-որ տրիգեր գտնեն եւ դուրս գան փողոց եւ այդ դժգոհությունը արտահայտելով հանդերձ չհեռանան տուն գնան։ Միշտ տեղի ունեցել հակառակը։ Հիմա որտեղ են երաշխիքները, որ ընդդիմությունը եւ այս ընդդիմությունը, որը փաստացի, այսինքն քաղաքական ուժերի Բաշխվածության տեսանկյունից ընդհանրապես մեկով է փոփոխություն եղել, մի քաղաքական ուժը խորհրդանական ներկայիս խորհրդանի քաղաքական ուժը պահպանվել է, եկել է մյուսը, որը ավելի մեծ ներկայացվածություն ունի, սա իրենց դրական կողմն է, բայց որևէ երաշխիքներ չկան, որ այդ նույն մեծ ուժի հնարավորությունները եւ ուժը պատելու է, որպեսզի կարողանան իրենք խորհրդային ներսում քաղաքացիական պայմանագրին անկյուն մղեն եւ հակառակը կան մտավախություններ, որ հենց այդ նույն ընդդիմադիր ուժից գուցե քաղաքացիական պայմանագիրը, որը ունի իշխանություն, լծակներ, հիանալի գիտի բոլոր ձևերը ոնց ճնշում գործադրի, այդ ընդդիմությունից падգամավորներ փախցնի եւ ունենա իր համար անհրաժեշտ սահմանադրական օրենքներ փոխելու թիվը։ Տիկին Կոստանյան, մի հարց եմ ուզում ձեզ տալ, որպես նախկին падգամավորի, որը անցել է այս ընտրական գործընթացի միջով եւ ունեցել է մանդատ խորհրդարանում գործունեություն ծավալելու։ Նայեք, հաճախ խոսվում է, այսինքն ոչ թե հաճախ, այլ հենց այդ կանխավարկածից առաջնորդվենք, որ պայմանականացած ողջ ընդդիմությունը որոշում է մանդատները վայր դնել։ Հիմա արդյոք տեխնիկապես հնարավոր է դա կազմակերպել, որովհետեւ նայեք, եթե պայմանական որևէ ուժ ներկայացրել է մոտ 300 հոգանոց ընտրացուցակ, արդյոք հնարավոր կլինի նույնիսկ մեծ ցանկության դեպքում վերահսկել process-ը կազմակերպել այնպես, որ 300-ն էլ հրաժարվեն մանդատից։ Չեն գտնվի արդյոք մարդիկ, որոնք այնուամենայնիվ կվերցնեն մանդատը, որովհետև ես կարծում եմ ցուցակում կլինեն բազմաթիվ մարդիկ, որոնք նույնիսկ ամենավառ երազում չէին պատկերացնի, որ ոչ միայն падգամավոր կդառնան, այլ նույնիսկ ազգային ժողովի շենքից ներս կմտնեն։ Հիմա արդյոք այդ մարդկանց երազանքը ինչ-որ մի ձև չի իրականանում, ես չեմ ուզում որևէ, ասենք, մեկին մեղադրել։ Զուտ ասում եմ, հնարավոր չէ նման իրավիճակ ստեղծվի, որ որքան էլ ընդդիմադիր ուժը կամ ուժերը ցանկանան միասնաբար հրաժարվել մանդատից, այնուամենայնիվ չկարողանան այդ գործընթացը կազմակերպել եւ իրավաբանորեն կստացվի, որ այդ ուժերը այնուամենայնիվ ներկայացվում են ազգային ժողովում։ Տեխնիկապես վտանգ ամեն պարագայում կա, սա պետք է ֆիքսենք, բայց տեխնիկապես դա կազմակերպելու միջոցներն էլ կան, այսինքն ցուցակի վերջից սկսել, ինքնաբացարկները ներկայացնել։ Իսկ եթե մեկը չհայտնի ինքնաբացարկ։ Դե այդ արդեն կխոսա տվյալ քաղաքական ուժի թուլության մասին, այսինքն ինչ սկզբունքներով են մարդկանց ներգրավել,
թիմ են իրենք եղել, թե ուղղակի պատահական մարդկանց, շատ կոպիտ ձևակերպումով ասեմ, բերել ու լցրել են ցուցակ, այնքան որ ձայները ապահովեն, քանակ ցույց տան ու ասեն, տեսեք, մենք մեծ ուրեմն ներկայացվածություն ունենք։ Եթե այդպիսի բան պիտի լինի, թող լինի եւ մարդիկ նաև քաղաքական ուժերը հետագայում կհասկանան, որ պետք է ի վերջո դադարեցնել լցնելու սկզբունքով ցուցակներ ձևավորել եւ պետք է նախընտրական ցուցակները ձևավորել գաղափարից ելնելով, այսինքն գաղափարական հարցերի շուրջ հավաքված մարդիկ կարող են այդ ցուցակներում ներկայացված լինել։ Ի վերջո այդ մարդիկ գնալու են խորհրդարան եւ խորհրդարանում քվեարկելու են օրենքների համար, գիտակից թե անգիտակից, դա թող որոշեն հենց քաղաքական ուժերը։ Ուզում եմ ասել, տեխնիկապես իհարկե հնարավոր է, կարող են վերջից գալ, կարող են ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերել, ի վերջո հանուն հայրենիքի դուրս են եկել պայքար մղելու, իշխանություն հեղրացնելու, հիմա պիտի սկսեն մանկական երազանքների համար կռիվ տալ։ Ցանկության հարց է իրականում, բայց միևնույն ժամանակ շատ մանիպուլյացիոն, որովհետև այսինքն ցուցակներով անցնող տեղերում գտնվող անձինք կարող են պատճառաբանել, հազար տեսակի մեկնաբանություններ անել, թե իրենք պետք է այսուհետև իրենց պայքարը տեղափոխեն դեպի պարլամենտ, այն պարլամենտ, որն ամբողջովին գտնվում է քաղաքացիական պայմանագրի ձեռքում, որտեղ իրենց ուղակի ֆուտբոլի գնդակի պես աջից ձախ են հարվածելու, գլորելու, տանելու ես կողմ բերելու եւ գտնվելու են ուղիղ ռիսկի տակ կոմպրոմատների միջոցով արգրավելու իշխանության կողմից։ Եվ պետք է հաշվի առնել, որ մեղավորություն հաշվի առնեն քաղաքական այդ ուժերը, որ չեն կարող մարդկանց հետ հեգնանքով խոսեն եւ օրինակ ասեն, որ իրենց որոշելիքն է։ Իրենց որոշելիքը չէ։ Այո, համաձայն եմ ձեզ հետ, քաղաքացիները հստակ օրակարգի շուրջ հավաքվել են, գնացել են ընտրատեղամասեր, հավատալով, որ իսկապես հնարավոր է լինելու իշխանությանը հաղթանակել։ Ուրիշ օրակարգ այս պահին չկա։ Կա նաև օրինակ հետևյալ պատճառաբանությունը, որ մանդատները վերցնելը հնարավորություն կտա խորհրդարանում, իհարկե զուգորդելով փողոցային պայքարի հետ, խորհրդարանում սկսել իմպիչմենտի գործընթաց եւ հնարավոր է 5 տարվա ընթացքում X թվով ԿՊԱ-կաններ այնուամենայնիվ հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը պետությունը տանում է կործանման եւ միանան այս նոր ընդդիմադիր ուժերին, որոնք մուտք են գործելու խորհրդարան, Նիկոլ Փաշինյանի հրաժարականին եւ հասնեն ամբողջական իշխանափոխությանը։ Իմ կարծիքով դա մի քիչ անիրատեսական մոտեցում է, որտեղ ես չեմ պատկերացնում ԿՊԱ-կաններ, նույնիսկ մեկ ԿՊԱ-կան, որը կբաժանվի Նիկոլ Փաշինյանից, սակայն այնուամենայնիվ որն է այդ ողջամիտ սպասման ժամանակը, որ մենք պետք է սպասենք, թե երբ են պայմանականացած 15 ԿՊԱ-կան մի օր առավոտը զարթնելու հասկանալու չէ, սպասեք այ մարդ, ես այնուամենայնիվ պետքա գնամ ընդդիմությանը միանամ։ Ահա այդ ողջամիտ սպասման, ինչքան պետքա սպասենք, 6 ամիս, մի տարի, 4.5 տարի, 4 տարի, 9 ամիս, հիմա ինչքան պետք է սպասենք։ Ողջամիտ ժամկետ այդտեղ չկա եւ չի էլ կարող լինել, յուրաքանչյուր անհատ ինքը իր ներաշխարհով եւ մտքերով անձնավորություն է, ով կարող է նրա գլխի մեջ մտնել եւ իմանալ նա ինչա մտածում, բայց կան շատ հստակ փաստեր։ Նախ մենք 8 տարի շարունակ ապրում ենք Նիկոլ Փաշինյանի ղեկավարման ներքո։ Ներողություն, մի բան ընդհատեմ, մի բան էլի, ընդհանրապես ես նույնիսկ կոնկրետ հիմա թիվ կարող եմ ասել, որովհետև խոսվում էր, որ եթե Բարգավաճ Հայաստանը վերցնում է մանդատները, ապա պակասելու է 8 ԿՊԱ-կան падգամավոր, որպեսզի միանա եւ հասնենք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, հիմա եթե Բարգավաճ Հայաստանին զրկեցին մանդատներից, ստացվում է 13 ԿՊԱ-կանը պետք, չէ՞։ 8-ին գումարում ենք 5, 13 Այս հաշվով էական չի, 13 թե 8 թե 2 թե 1, որովհետեւ շատ պարզ է, միամտություն է ընդհանրապես չեմ պատկերացնում էլի, ինչ միամտություն պետք է ունենան մարդիկ, որ կարծեն, որ հնարավոր է
ԿՊ-ական падգամավորների, ովքեր շատ հստակ ամուր երաշխիքներ են ստացել Նիկոլ Փաշինյանից, ընդ որում նաև վստահ եմ անվտանգային։ Եվ Նիկոլ Փաշինյանից որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար էլ ավելի ամուր ձևով ով կարող է այդ մարդկանց եւ անվտանգային երաշխիքները եւ անձնական եւ ֆինանսական երաշխիքները տալ եւ ի վերջո վերջին 5 տարին քանի ԿՊ-ական դուրս եկավ եւ միացավ ընդդիմությանը։ ԿՊ-ականներ դուրս եկան, բայց չմիացան։ Իհարկե չմիացան, որովհետեւ այդ մարդիկ ունենալով որոշակի քաղաքական փորձառություն Հայաստանի Հանրապետության հաստատումից ի վեր, նաև խորհրդարանում անցել են ինչ-որ ճանապարհ, ունեն շատ տարբեր, չեմ ուզում որակումներ տամ այդ պատկերացումներին, բայց պարզ է, որ իրենք հակա նախկինական են, լավ էսպես ասենք, այսինքն նախորդ իշխանություններին դեմ են։ Նիկոլ Փաշինյանից։ Ինչ Մարդիկ, ովքեր որ Նիկոլ Փաշինյանին համեմատում էին Աստծո հետ, Աստծո որդու հետ, ով իրենց ստիպել էր, չգիտեմ, հավատք ձեռք բերել, մինչև այդ անհավատ էին, հա, այս մարդկանցից ոչինչ չէր կարելի սպասել։ Այսինքն ընդդիմությունը եթե հիմնվում է այս օրինակների վրա, հակված եմ ավելի շատ հավատալ, որ պարզապես մեզ են հիմարի տեղ դնում։ Չեմ ուզում այդպես հավատալ, բայց փաստերը դրան են բերելու։ Եվ չկան երաշխիքներ, որ ընդդիմությունը կկարողանա։ Մինչդեռ ընդդիմության, հավաքական ընդդիմության ակտիվ ուժերի, որոնք ընտրություններին մասնակցում էին, եւ բավարար մեծ ձայներ էին հավաքել այդ բոլոր ուժերի առաջնորդները այսօր գտնվում են հարվածի տակ։ Այդ ոնց են կարողանալու ԿՊ-ից падգամավորներ վերցնել։ Այդ մարդիկ նույնիսկ իրենց սեփական անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում ազատությունը չեն կարող երաշխավորել, ինչպես կարելի է մտածել, որ կարող են ԿՊ-ից падգամավորներ վերցնել։ Հետևաբար այդ թեման ընդհանրապես կարելի է չքննարկել։ Դա միամտություն է կամ մարդկանց հիմարի տեղ դնելու օրակարգ։ Իդեպ խոսեցինք, այսինքն դուք հիշեցրեցիք, որ այսօրվա հավաքական ընդդիմության առաջնորդները 3 գտնվում են հալածանքների տակ, տեղի է ունեցել եւս մի երևույթ, որ էլի աննախադեպ է։ Քաղաքակիրթ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում նախկինում, ընտրություններից հետո սովորաբար ընտրված ղեկավարը պետության հաշտության ձեռք էր մեկնում, այլ բան է ընդդիմությունը կսեղմեր այդ ձեռքը թե ոչ, դա ընդդիմության իրավունքներ, սակայն հաշտության ձեռք էր մեկնում։ Իսկ հիմա տեղի ունենում լրիվ հակառակը, ընդ որում, եթե 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց խաբեությամբ, այն է Հադրութի, Շուշիի դեօկուպացիայով, Արցախի հարցի լուծմամբ ԵԱՀԿ-Մինսկի շրջանակներում, այսօր այս ընտրություններին նա հանդես էր գալի բաց տեքստով, որ այո, կալանավորելու է 3 ուժերի առաջնորդներին էլ, այնուհետև գնալու է հայ առաքելական եկեղեցու վրա եւ հասնելու է վեհափառի հրաժարմանը եւ այդ ամենով հանդերձ նրան հաջողվեց վերարտադրվել։ Հիմա կեղծիքներով թե ոչ, բայց փաստն այն է, որ այս բանին շարունակում է նա մնալ Հայաստանի Հանրապետության ղեկավարը եւ վիզուալ առումով ստացվում է, որ նա ժողովրդի կողմից ստացել է քվեն թե կալանավորումների, թե վեհափառի հեռացնելու, ճիշտ է, նման բան չկա, ոչ մեկ նրան դրա համար չի տվել քվեն, սակայն նա իր բնավորության համաձայն ամենը բարդում է ժողովրդի ուսերին։ Հիմա եթե նա գնա այնուամենայնիվ բռնաճնշումների, ձերբակալելով առաջնորդներին ընդդիմությանը այս պահի ովքեր հայտ են ներկայացրել նրա հրաժարմանը հասնելուն, հիմա ինչպիսի ռեսուրսով կարող է ընդդիմությունը դիմակայել այդ ռեպրեսիվ մեթոդներին։ Բացարձակ ոչ մի, ընդ որում մի շատ ավելի կանխատեսելի սցենար ասեմ, բնականաբար այստեղ առաջին հերթին թիրախում է ձեր կողմից նշված ուժերի առաջնորդներն են, բայց քանի որ ամբողջ նախընտրական շրջանում մոտավորապես, եթե ճիշտ եմ հիշում, 700-ի էին հասնում, հա, ձերբակալությունները, կալանավորումները, 200-ից ավելի քրեական վարույթներ են հարուցվել եւ այլն, սա արդեն իսկ հուշում է, որ թույլ օղակ են գտել, այդ օղակի վրա, այդ թույլ տեղի վրա անընդհատ սեղմելու են։ Եվ բնականաբար ընդհուպ կարող են դիմել այնպիսի քայլերի, որ ընդդիմադիր խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի իրենց համար ցանկալի
падգամավորների վրա քրեական գործերով կարողանան սեղմեն եւ իրենց ուզած քվեարկությունների ժամանակ այդ մարդկանց ձայները ստանան։ Բայց նույնիսկ եթե դա չլինի, ուրեմն խորհրդանում մի շարք պաշտոններում, որոնք ուրեմն սահմանադրական օրենքների շրջանակներում են տեղի ունենում, քվեարկությունները փակ գաղտնի են։ Փակ գաղտնի քվեարկությունը արդեն իսկ ցեց է գցելու քաղաքական ուժերի անդամների ներսում, ոչ ոք չի իմանալու ով օգտին քվեարկեց, եւ այստեղ արդեն կարելի է ամենատարբեր հետաքրքիր սցենարները մտածել ու այդպես այդ մարդիկ կարծում են, որ իրենք կարողանալու են գնալ եւ աշխատել։ Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի ղեկավարներին, Նիկոլ Փաշինյանը իր ստացած քվեների երաշխիքով ավելի ագրեսիվ ձևով է իրականացնելու այդ բռնելու քաղաքականությունը։ Ինքը շատ լավ հասկանում է իր քաղաքական հոտառությամբ, որ հենց դրա վրա ենք կարողանում մինչև օրս պահպանել այն քվեները, որոնք եթե վարչական ռեսուրսը հանենք, այդտեղ մոտավորապես սոցիոլոգիական հարցումների 20-25% պիտի լինի, այսինքն դա մաքուր իր էլեկտորալ արժեքն է, որպես քաղաքական առաջնորդի եւ քաղաքական ուժի։ Ինքը օգտագործելով եւ վարչական ռեսուրսը եւ իր լոյալ քաղաքացիների քվեները ստանում է ֆորա, որպեսզի ավելի ագրեսիվ ձևով բռնաճնշումներ իրականացնի։ Հետևաբար պետք է մտածել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ քաղաքացիներին վերապահված օրինական գործիքակազմերով ամբողջությունը արտահայտելու միջոցներ, չմեղադրել քաղաքացիներին, որ քաղաքացիների ուժերը սպառված են, ոչ այն ձայները, որ ստացավ ընդդիմությունը, ընդդիմադիր ուժերը, այդ թվում նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ըստ էության ես ինքս հաշվի չեմ առնում, հա, որ ուղղակի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գողացավ Բարգավաճ Հայաստանի ձայները։ Չես անցնելու։ Հա, չես անցնելու։ Բացահայտ օրենքի խախտումով գողություն անել է օրից երեկով։ Այդ ձայները ստանալով հանդերձ նշանակում է մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք մի ահռելի ընդդիմադիր դիրքորոշում ունեցող զանգված։ Մեր քաղաքացիները հստակ իրենց արտահայտել դրան գումար ենք արտահայտել միասնության թևերի հավաքած ձայները, որը շուրջ 35000 մարդ է։ Բնականաբար այնտեղ նաև կար բոլորին դեմ եմ, իրենք էլ բավականին հետաքրքիր ցուցանիշներ են ունեցել ընտրական process-ում, եթե հաշվի առնենք, որ շատ նոր ձևավորված ուժ են, հետաքրքիր լրիվ տարբերվող օրակարգով մտան պայքարի մեջ, այսօր կոնգրեսը, որը նույնպես արմատական ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս։ Այո, այսինքն այն մարդիկ, այն քաղաքական ուժերը, որոնք չեն խաղում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը պաշտպանելու ծիրում եւ չեն նրա արբանյակները չեն։ Այդ բոլոր ձայները նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ստացած քվեներից շատ են, հետևաբար այդ ընդդիմադիր հատվածին պետք է հստակ առաջարկ անել պայքարի, եթե դա խորհրդարանում չի, ապա փողոցում ինչպես եւ առանց մեղադրանքների քաղաքացին սովորական ով առավոտյան արտանում է մտածում է իր սոցիալական խնդիրների մասին, պարտավոր չէ քաղաքական մտածելակերպ ունենա եւ քաղաքական ուժերի փոխարեն իր գլխում սցենարներ մտածի, թե ինչպես իշխանության հեռացնի։ Դա քաղաքական էլիտաներն են, որ պետք է անեն։ Հետևաբար պետք է նստեն, իրենց էգոիզմը մի կողմ դնեն եւ միմյանց հետ մեկ սեղանի շուրջ քննարկեն ինչպես այդ պայքարը շարունակել եւ հակառակը նոր հուսալքություն չառաջացնել։ Իսկ այս մանդատ վերցնել չվերցնելու դիսկուրսը արդեն ստեղծել է այդ նախադրյալները հուսալքության նոր ալիքի։ Հույս ունեմ դրան չի հասնի եւ турք չեն տա իրենց անձնական պատկերացումներին, հաշվի կնստեն եւ քաղաքացիների կամքի հետ ու նաեւ քաղաքական այլ ուժերի, որոնք թեև ընտրական process-ում մասնակցություն չունեին, բայց ունեն փորձառություն, կոփվածություն եւ կարող են որոշակի խորհուրդների միջոցով փորձել գտնել ելքեր։ Չասեմ այդ խորհուրդներով որոշումներ հստակացնեն, բայց պետք է գտնել ելքեր։ Տիկին Կոստանյան,
ժամանակին, երբ Կալիգուլան իր ձիուն հռչակեց սենատոր, ամենևին պայմանավորված չէր նրանով, որ նա հանձինս իր ձիու տեսնում էր լավ օրենսդրի։ Ուղղակի դա իմ կարծիքով իր վերաբերմունքն էր սենատի նկատմամբ, նա սենատորներին ցանկանում էր ցույց տալ, որ դուք եւ իմ ձին գտնվում եք նույն հարթության վրա եւ ամենևին իմ համար գրոշի արժեք չունեք։ Հիմա երբ Նիկոլ Փաշինյանը ուղիղ ապալեգիտիմացրեց խորհրդարանը, արդյոք դա վիրավորանք չի նաև հենց իր խմբակցության падգամավորների նկատմամբ, որովհետև նա իր իշխող ուժի ներկայացուցիչներին ուղարկեց մի տեղ, այսպես արդեն տեղ կարող ենք ասել, մի տեղ, որը այլևս չունի ոչ մի օրինականություն, որը ձևավորված է թե ընտրակեղծիքների եւ վարչական ապարատի ռեսուրսի կիրառմամբ եւ ամբողջությամբ ապալեգիտիմացվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Հիմա նման պայմաններում կա արդյոք Կալիգուլայի ձիու եւ այնպիսի падգամավորի միջև, որը նույնիսկ մտածելու իրավունք էլ չունի։ Նրա միակ գործողությունը ճիշտ պահին անհրաժեշտ կոճակը սեղմելն է։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանը իր падգամավորներին վարկաբեկել է ոչ նոր, շատ ավելի վաղուց, երբ նրան զրկեց զբաղվել իրենց բուն օրենսդրական գործունեությամբ եւ Հայաստանի Հանրապետությունը դարձրեց վարչապետական երկիր, ոչ թե խորհրդարանական երկիր, որտեղ խորհրդարանն է օրենքները բերում, որոշումը կայացնում եւ պատվիրակում կառավարությանը այդ օրենքները իրագործելու։ Եթե մենք նայենք 2018 թվականից մինչ օրս պարլամենտի մոնիտորինգի տվյալներ, ես չգիտեմ հիմա դա անում են թե չէ, բայց հերիք է ոչ մասնագիտական ուսումնասիրություն անել, մենք կտեսնենք, որ խորհրդարանական երկրում որոշումների կայացմանի ահռելի տոկոսը կազմում է ընկած է կառավարության վրա, այսինքն կառավարությունն է օրենքների նախագծերը բերում եւ հենց սրանով արդեն իսկ դելեգիտիմացվում է խորհրդարանական գործունեությունը եւ խորհրդարանում ներկայացված падգամավորների բուն գործառույթը իրենք իրենց պետք է հարց տան ինչի համար են երբ որ իրենց կողմից ընտրած վարչապետը ընդ որում մինչև օրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեծագույն մոլորության մեջ են եւ կարծում են որ իրենք ընտրում են Նիկոլ Փաշինյանին Դրա համար պետք է անընդհատ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանին ընտրում է խորհրդարանը, այն խորհրդարանը, որը եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի падգամավորները, որոնք ուղղակի չեն կարող չընտրել Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ են հայտնվել այդ խորհրդարանում։ Հետևաբար, այո, Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց է դելեգիտիմացրել եւ իր падգամավորներին եւ ընդհանրապես խորհրդարանական գործունեությունը եւ կարծում եմ, եթե մի օր, երբ մենք ի վերջո ազատվենք այսօրվա պատուհաս կառավարիչներից, հանձին Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական գործունեությունը պետք է վերաարժևորվի խորհրդանի գործունեությունը եւ խորհրդանը պետք է անցնի իսկապես իր բուն գործառույթին օրենքներ ստեղծելուն, որոնք կնպաստեն քաղաքացիների կյանքի բարելավմանը։ Տիկին Կոստանյան, ես ուզում եի հաղորդումը ամփոփեինք ընդդիմության քայլերով, թե ինչ պետք է անի, որպեսզի հասնի Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, սակայն դուք արդեն այդ հարցի մասին խոսեցիք, ներկայացրեցիք, չէ՞, ձեր մոտեցումները, որ հավաքական ընդդիմությունը, այսինքն պետք է կոնսոլիդացնի դժգոհությունները, ողջ ընդդիմադիր ձայները եւ փողոցային պայքարի միջոցով, որը օրենսդրորեն թույլատրելի է, իդեպ մարդը իրավունք ունի իր բողոքի ձայնը արտահայտել նաեւ փողոցում հասնել իշխանափոխությանը, հետեւաբար կամ փոփենք հաղորդումը մի այլ հարցով, խոսքը Հաջիևի այցելության մասին էր Հայաստան, ընդ որում դերևս վերջնական արդյունքները չհրապարակած եւ հանդիպելով Արմեն Գրիգորյանի հետ խոսվում էր քաղաքասարակությունների ել ավելի մերձեցման ուղղությամբ տարվելիք քայլերի մասին, դե պարզ է արդեն չէ նպատակը, որ քաղաքասարակությունը իբր պետք է նպաստի, որպեսզի հանրությունները հաշտվեն եւ այլն, եւ դա այն դեպքում, երբ Բաքվի բանտերում են գտնվում մեր հայրենակիցները։ Իդեպ Հաջիևը քայլում էր Դիլիջանով
Ռուբեն Վարդանյանի փոխարեն։ Հիմա ինչ եք կարծում, արդյոք կեղծ չէ այդ ամենը, արդյոք իրոք Ալիևը ցանկանում է հաշտության, որովհետև իմ պատկերացմամբ իրականում խաղաղությունը լինում է պայմանավորված է ոչ միայն զենքերի լռությամբ, այլ նաև պահանջների վերացմամբ։ Մինչդեռ Ալիևը մշտապես պահանջներ է, նոր պահանջներ է դնում մեր հայրենակիցներին որպես պատանդ պահում է Բաքվի բանտերում։ Հիմա այս խաղաղությունը, որ հիմա Նիկոլ Փաշինյանը մեզ մատուցում է, արդյոք դա ընդհանրապես նախընտրական խաղաղություն չէ եւ իրականում ադրբեջանական էքսպանսիան, զավթողականությունը, նվաճողականությունը արդյոք չի շարունակվում։ Մի քիչ փոփոխված տարբերակով։ Իհարկե շարունակվում է տարբեր կալիբրի պաշտոնյաների այցելությունները Հայաստանի Հանրապետության տարածք դեռևս չեն նշանակում, որ այդտեղ խաղաղությունը ծփում է Հայաստանի համայնքներում, Երևանի փողոցներում եւ այլուր, այդ քաղաք հասարակության շփման ինտենսիվությունն էլ հերթական թոս փչոցին է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աչքերին։ Այդ քաղաք հասարակությունները շփվել են նաեւ միջև Նիկոլ Փաշինյանը։ Ուղղակի այն ժամանակ շփվում էին գաղտնի, հիմա շփվում են ավելի բացահայտ, հիմա այդպես սիրուն փաթեթավորում եւ ցույց են տալի, թե ինչպես են հայերը Բաքու գնում, Բաքվից էլ գալիս են Երևան։ Այդ մարդիկ ես հետևելով տարբեր գործիչների գործունեությանը հիշում եմ, որ հայերը բազմաթիվ անգամ հանդիպել են եւ Երևանում եւ իրենք էլ գնացել են բնականաբար Ադրբեջան։ Ինչն է փոխվել։ Փոխվեց այն, որ 20 թվականին եղավ ագրեսիվ պատերազմ 44 օրյա, հետևաբար ֆիքսենք, որ այդ քաղաք հասարակությունների շփման արդյունքում մենք ստացանք պատերազմ։ Ով էր դրանում մեղավոր, ես հիմա այստեղ մեղավորության սլակներ ուղղում եմ դեպի այդ քաղաք հասարակությունը, փորձելով հուշել, որ նրանց աշխատանքը արդյունք չի տվել։ Հիմա այդ աշխատանքը իրենք անում են բացահայտ Նիկոլ Փաշինյանի վարած խաղաղասիրական քաղաքականության տրամաբանության շրջանակներում, բայց մի կարևոր բայց անձամբ Ալիևը այդ խաղաղասիրական նպատակները չունի, որովհետև այնտեղ պետության ամենաբարձր հովանավորության ներքո շարունակվում է, բուծվում է, տարածվում է հակահայկական տրամադրությունները։ Քաղաքացիները Հայաստանի դրոշը տրորելով կազմակերպում են անձնական միջոցառումներ, ստեղծվում են հասարակական կազմակերպություններ պետական ֆինանսավորմամբ, որոնք մշակում եւ տարածում են արևմտյան Ադրբեջանի թեզը, ադրբեջանցիների վերադարձը եւ տարբեր տվյալներով, մեդիայում տարածված լուրերով տեղեկություններ ունենք, որ հարցումներ են արել Հայաստանի կառավարությանը, որպեսզի փորձեն հասկանալ Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր սովետական միության ժամանակ Հայաստանում են ապրել, այդպիսի տվյալներ կան պահպանված, գույքային եւ այլն։ Լրատվամիջոցների հարցմանը, կառավարությանը արված հարցմանը, ես ամենայն դեպս պատասխան չեմ հանդիպել, կամ հերքել, կամ հաստատել չեմ տեսել։ Հիմա սա մի կեղծ օրակարգ է, որը Նիկոլ Փաշինյանը չգիտեմ որքան է ձգելու, որքան է մոլորության մեջ պահելու եւ ուրիշ էլ ինչ աղետների կարող է բերել։ Եվ մի վերջին հարց. Դուք որպես նախկին պատգամավոր, որպես քաղաքական գործիչ, խնդրում եմ ասեք, թե առհասարակ Հայաստանում որն է քաղաքահասարակությունը, որի ուսերին այսօր այդպիսի պատասխանատվություն է դրած։ Ես մի քիչ դժվար եմ կարողանում հասկանալ իրոք Հայաստանում որն է քաղաքահասարակությունը եւ առհասարակ ում են իրենք ներկայացնում։ Հիմա եթե ես բացեմ ՀԿ, դառնամ ՀԿ նախագահ, կապ չունի մի հոգի կլինի, թե երկու հոգի կլինի, արդյոք արդեն իրավունք եմ ստանում գնամ Բաքու Հաջիևի հետ ինչ-որ հարցեր քննարկեմ եւ այլն, ընդհանրապես ում եմ ներկայացնելու, թե դրա համար պետք է ՀԿ-ի անվան տակ ներկայացնել կոնկրետ քաղաքական ուժի, դե տվյալ պարագայում իշխող ուժի։ Հայաստանում տասնյակ տարիներ գործում են կազմակերպություններ, որոնք միջազգային տարբեր ֆոնդերից, այդ թվում նաև բացահասարակության կազմակերպությունից ստացել են գրանտեր եւ այդ գրանտերով Հայաստանի քաղաքացիների շրջանում փորձել են այդ խաղաղասիրական օրակարգը զարգացնել եւ տարածել, ինչի արդյունքում այս այլ պետք է ֆիքսել, որ պարտվեց այդ կազմակերպությունների
պայքարը, այսպես ասած, որովհետև մինչև 2018 թվականը իրենք շատ ակտիվ քաղաքացիական ընդվզման ակցիաներ էին իրականացնում ամենատարբեր առիթներով, Էլեկտրիկ Երևան, դրանից հետո կանաչ օրակարգեր, մի խոսքով բոլորս ապրել են, գիտենք այդ տարիներին ինչ են եղել, եւ շատ հետաքրքիր է, որ այդ օրերի, այդ տարիների քաղաքասարակությունը Այս Նիկոլ Փաշինյանի բուրըն հախուռն պատերազմից հետո գործունեության ընթացքում եւ Արցախի տեղահանման, Արցախից հայերի տեղահանման ժամանակ աբսոլյուտ լռություն էր պահպանում։ Ուրային կորը չգիտեմ։ Միևնույն ժամանակ կային եւ գործում էին զուգահեռ այլ կազմակերպություններ, որոնք իրենց չէին հորջորջում քաղաքասարակություն, բայց գործում էին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության քաղաքացիների շահերի պաշտպանությամբ միջազգային մամուլում աշխատում էին դրսի տարբեր կազմակերպությունների հետ։ Այդ կազմակերպություններն չեն կարողանում հաջողել հասարակական տրամադրությունների մոբիլիզացման հարցում։ Հիմա վերաակտիվացել են մինչև 2018 գործող քաղաքասարակության այդ կազմակերպությունները, ովքեր բնականաբար որոշակի ինդիմադիր կեցվածք պահպանելով, սակայն օրակարգ են բերում արդեն ժամանակավրեպ հարցեր, նույն Արցախի հետ կապված, Արցախահայերի տեղահանության հետ կապված, եւ հետաքրքիր ձևով հենց այդ քաղաքասարակության անդամների ստորագրությունների շնորհիվ վերջերս ազատ արձակվեց քաղբանտարկյալ Արտուր Օսիպյանը, բայց այլ քաղաքասարակության անդամների ստորագրություններով, որոնք 200-ից ավելի էին, ազդեցություն չունեցավ։ Հիմա հարց, որ քաղաքասարակությունն է իշխանության համար ավելի ցանկալի, այն որ գործում է մինչև 2018 թվականը, ստանում են միջազգային տարբեր կազմակերպություններից գրանտեր, թե այն կազմակերպությունները, որոնք գործել են 18-ից հետո, 20-ից հետո, պատերազմից հետո, բոլոր աղետներից հետո եւ չեն ստացել գրոշներ որևէ միջազգային կազմակերպություններից եւ որոնք չեն կարողանում նույն մեծ մասշտաբները ապահովել, ինչ մինչեւ 18 թվականը գործող կազմակերպությունները։ Շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաքվե միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։